Հայաստանի անդամակցությունը այս կազմակերպությանը կարելի է համեմատել Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին մինչև 2020 թվականի պատերազմը, մինչև 2022 թվականի էսկալացիան։ Այսինքն բոլորի համար պարզ է, որ այս կազմակերպությունը որպես այդպիսին շատ լուրջ գործառույթներ չի իրականացնում։ ՀԱՊԿ-ի պարագայում օրինակ պարզ է, որ այդ կոլեկտիվ պաշտպանության սկզբունքը դժվար թե գործի, որովհետև այնուամենայնիվ այդ կազմակերպությունը հետխորհրդային պետությունների նկատմամբ ռազմական գործողություններ սկսելու մտադրություն երբեք չի ունեցել, բայց Հայաստանը օրինակ անդամակցելով ՀԱՊԿ-ին մինչև 2020 թվականի պատերազմը օգտագործում էր այն որպես եւս մեկ հարթակ Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելու, այդ հարաբերությունները զարգացնելու համար, ինչ որ դիվիդենդներ ստանալու համար, օրինակ էժան գներով սպառազինություն ձեռք բերելով համար, կարծում եմ այս պարագայում եւս նմանատիպ գործընթացի հետ գործ ունենք, այսինքն պարզ է, որ մեծ հաշվով դժվար թե Հայաստանը որևէ գործնական օգուտ ունենա հենց կոնկրետ այդ անդամակցությունից, բայց այս անդամակցությունը օգտագործում է Միացյալ Նահանգների այս վարչակազմի հետ հարաբերությունները պահելու, կառուցելու, զարգացնելու համար